իր իշխանությունը պահելու համար Հայաստանի Հանրապետության պետական շահի վերջի փշրանքները իսկ վաճառել այդ իշխանությունը երկարաձգելու համար Հայաստանում տեղ չունի եւ պետք է օր առաջ հրաժարական տա, հեռանա Հայաստանից։ Ռաֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից առաջ զգուշացրեց մեզ բոլորիս, որ հերթական դեֆակտո իշխանությունը շատ ծանր է նստելու մեր վրա։ Եվ մենք այդ ծանրության պտուղները արդեն սկսել ենք քաղել։ Սա դեռ ծաղիկներն են։ Աստված չանի իսկապես համաշխարհային հանրություն Ռուսաստան դիմակայությունը մտնի խորը սահարը պատերազմի փուլ։ Այդ դեպքում մենք բազմաթիվ խնդիրներ կարող ենք ունենալ։ Ցավոք սրտի Ադրբեջանը այսօր ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում, քան Հայաստանը։ Ցավոք սրտի ուկրաինական դեպքերի առնչությամբ Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի կարևորվեց։ Ցավոք սրտի, եթե այսպես շարունակվի, մենք Վրաստանի հետ տարբեր ճամբարներում ենք հայտնվելու, ինչպես ասեց Շվեդիայի արտգործնախարար Բիլտը։ Եվ ցավոք սրտի, երեկվա քվեարկությունից հետո Հայաստանը 11 բարիս բուն իմաստով իզգոյ երկրների շարքում է։ Այդ 11-ի մեջ չկար գոնե մեկ երկիր, որը փոքր-ինչ ժողովրդավար է, որը փոքր-ինչ տնտեսական հզորություններ ունի։ Սեպտեմբերի 20-ի հանրավակի ժամանակ ես մի արտահայտություն արեցի, որը հետագայում քննարկման առարկա է դառել, որ միթե Հայաստանը ավելի շատ է մտածում պուտինյան իշխանությունների շահերի պաշտպանության համար, քան սլավոնական ուկրաինացի ժողովուրդը։ Մի պա կարծեք, թե իմ այդ թեզը կասկածանքի տակ էր գնում Յանուկովիչի հայտնի Եվրոասոցիացիան պայմանագրից հրաժարվելու հետ կապված։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ իմ ասածը ճշմարտություն դուրս եկավ։ Հայաստանը այսօր ռուս ժողովրդի դեմոկրատական ներկայացուցիչներից ավել պաշտպանում է կայսերապաշտական Ռուսաստանի շահերը։ 21-րդ դարում կայսերական սահմաններ այլևս գոյություն չպետք է ունենան։ Եվ աշխարհը այդ տրամաբանությունը կայսերականության թողել է 20-րդ դարում։ Հիմա մենք փորձում ենք աշխարհի առաջադեմ հանրության դեմ հանդես գալ։ Եվ մենք ասելով, ես ասում եմ, մենք այդ խաչը կրելու ենք միասին, անկախ նրանից, որ իշխանությունն է այդ խաչի տերը։ Ինքն է, որ ստեղծել է։ Ուստի եւս մեկ անգամ հորդորսը եւ խնդրանքս է, միասնական ուժերով օր առաջ պետք է պահանջենք եւ պարտադրենք իշխանությունների հրաժարականը։ Հայաստանում պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որը ձեր բոլորի վստահության քվեն պետք է ունենա, որը կկարողանա ոչ թե իշխանությունը պահելու համար, իր թալանը պահելու համար Հայաստանի ազգային շահը ոտնատակ անել, այլ կկարողանա հենց այդ շահը պաշտպանել, ձեր իրեն թիկունքում կանգնած լինելու հանգամանքը նկատի ունենալով։ Ուստի եւ ինչպես ասել է Ռաֆի Հովհաննիսյանը, կարճաժամկետ պայքարի այդ պատրաստակամությունը մենք պետք է փոխարինենք երկարաժամկետ պայքարի հաստատակամությամբ եւ շարժվենք դրանով առաջ։ Եվ ուրեմն հաղթանակ մեզ